Հետ գնանք սկիզբ, ինչ նախոստացավ եւ ինչ արեց։ Ատելությունը եւ ատելության քարոզը մեր ոճը եւ մեր ոճաբանությունը չէ։ Գլուխը պատինա տվենա ով տենց բան ասում։ Ով որ տենց բան ասում եմ դուս չտակ։ Սաղիթ պետք տանեմ լսեմ ածի պատվալը։ Նստեք տեղները ձեններդ կտրեք, ներվերս էլ չուտեք։ Ասի վերնգի տեղը դասի, ներվերս չուտեք։ Հայ ժողովրդի յուրաքանչյուր զավակ դիաթոք շնչելու է Հայաստանի Հանրապետությունում եւ իրեն ազատ է զգալու պաշտպանված։ Դուք ընդհանրապես ով եք, ինչ եք ձեզնից ներկայացնում, ով ես вообще։ Դուք հացկատակներ եք։ Ում պետք է ուղարկել Վարդաշեն, ուղարկեն Վարդաշեն։ Բռնությունն այլևս տեղ չունի Հայաստանի ներքաղաքական կյանքում։ Ինչի համար են բերման ենթարկում զոհվածի մայր եք դուք արգել հետևողներ տեսնում եք թե ինչպիսի գյուտուշ կիրառելով են զոհվածին ծառայողների ծնողներին բերման ենթարկում եղածով զինվորական պանթեոնից Մարդու իրավունքները պաշտպանված են լինելու եւ վերջ։ Հայաստանում արտոնյալներ չեն լինելու եւ վերջ։ Ես չեմ կարող հիմա հաշվարկել ես կամ մարզպետան ինչքան պարգևաճար ենք ստացել։ Ես ամսական, եթե չեմ սխալվում, 1.5 միլիոն դրամի չափով վարձատրության ավելացում եմ ունեցել։ Աշխատակազմը եւ падգամավորները անկախության տոնի առթիվ ստացել են գումար պարգև։ Այդ մարդիկ պետք է կարողանան երկիրը ներկայացնել, նորմալ շոր հագնեն։ Մենք հավատարիմ ենք հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման եւ դատապարտման գործընթացին։ Մենք հայոց ցեղասպանության պատմությանն էլ պետք է վերադառնանք։ Պետք է հասկանանք լավ ինչ է տեղի ունեցել եւ ինչու է տեղի ունեցել։ Ոնց է որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել եւ ոնց է որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է։ Դա մեր թիվ 1 առաջնահերթությունն է, չի։ Իմ վարչապետ ընտրվելուց հետո Հայաստանի արտաքին քաղաքականության առանցքը լինելու է Հայաստանի եւ հայ ժողովրդի հավաքական շահը։ Ցավոք սրտի պատերազմի ընթացքում մենք չէինք հասցրել ձեռք բերել այն անհրաժեշտ հրթիռները, որոնք հնարավորություն կտային Su-30 SM գերժամանակակից զենքը կիրառել իր նշանակությամբ եւ հզորությամբ։ Այսօր հայոց արժանապատվության միջնաբերդի Շուշիի ազատագրման 16-րդ տարեդարձն է։ Եվ ես նախ եւ առաջ ուզում եմ բոլորիս շնորհավորել այդ դարակազմիկ եւ շրջադարձային հաղթանակի առիթով։ Շուշի մեկ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պետք էր Շուշին։ Մենք պետք է կանգնեցնենք սա։ Ես բերելու եմ փոփոխություն։